Երգ երկոց 5 Մարդը Հարսն աղաչում է, որ իր փեսան ցած իջնի, թող իմ սիրեցյալն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի, փեսան ասում է հարսին, ես իմ պարտեզը մտա, քույր իմ հարս, զմուրց քաղեցի իմ խնկերի հետ, հացս կերա իմ մեղրով, իմ կաթի հետ խմեցի գինիս, կերեք, ով իմ սիրելիներ, խմեցեք և հարբեցեք, ով իմ սիրելիներ, չորրորդ երգ, կինը, ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է, հարսն զգում է, որ փեսան բախում է դուռը, իմ սիրեցյալն է, նրա ձայնն է, դուռն է բախում, մարդը, փեսան ասում է, բաց քույր իմ, ով իմ սիրելի, իմ աղավնի, իմ կատարյալ, գլուխս ահա թրջվել է ցողով, մազերս գիշերվա շաղով, կինը, հարսն այսպես է ասում, ես հանել եմ իմ պատմուճանը, ինչպես հագնեմ այն, ես լվացել եմ իմ ոտքերը, ինչպես կեղտոտեմ նրանք, իմ սիրեցյալը ձեռքը ձգեց պատուհանից, և որովայնս սարսռաց նրա համար, վեր կացա դուռը բացելու իմ սիրեցյալի համար, իմ ձեռքերից զմուրս կաթեց, և իմ մատներից զմուրսը լցվեց փականի բռնակի վրա, ես բացեցի դուռն իմ սիրեցյալի համար, բայց նա գնացել էր արդեն, և խելքս մաղվեց նրա խոսքի համար, փնտրեցի նրան, բայց չգտա, կանչեցի նրան, բայց ձայն չտվեց ինձ, ինձ գտան քաղաքում շրջող պահապանները, խփեցին և վիրավորեցին ինձ, իսկ պարիսպների պահակները քողս հանեցին իմ վրայից, երդվեցեք, ով Երուսաղեմի դուստրեր, հողի ու հանդի զորության վրա, եթե դուք գտնեք իմ սիրեցյալին, կպատմեք նրան, որ ես այրվում եմ նրա սիրուց, կանայք, Երուսաղեմի աղջիկները և պարիսպների պահապանները հարցնում են հարսին, ինչով է առավել քո սիրելի մյուս տղաներից, ով գեղեցիկդ կանանց մեջ, ինչով է նա առավել, որ այդպես երդվեցնում ես մեզ, կինը, հարսը պատմում է սիրածի մասին ասելով, թե ինչպիսին է նա, իմ սիրեցյալը սպիտակ է և կարմիր, ընտրյալ է 10,000-ից, նրա գլուխը ոսկի է ազնիվ, նրա մազերը կանգուր են, սև, ինչպես ագռավ, նրա աչքերը նման են աղավնիների, հագված առատ ջրերի վրա, կաթով լվացված և թառած առատ ջրերի վրա, նրա ծնոտները նման են խնկի անոթների, որոնք ինչպես օծման յուղեր, անուշահոտություն են բուրում, նրա շուրթերը շուշաններ են, որոնցից առատ զմուրս է բխում, նրա ձեռքերը ճախարակված ոսկի են, Թարսիսի ակնաքարերով պատված, նրա որովայնը փղոսկրյա տախտակ է, շափյուղաքարերով ընդելուզված, նրա սրունքները մարմարյա սյուներ են, հաստատված ոսկե խարիսկների վրա, նրա տեսքն ասես Լիբանանի ընտիր եղևնափայտ լինի, նրա կոկորդը լի է քաղցրությամբ և ամբողջովին հաճելի է նա, այսպիսին է ահա իմ սիրեցյալը, ով Երուսաղեմի դուստրեր, այսպիսին է իմ հոգու սիրածը, Երուսաղեմի դուստրերը հարցնում են, թե ուր է գնացել նրա
այսինքն հարսի սիրեցյալը։ Ուր գնաց քո սիրեցյալը, ով գեղեցիկդ կանանց մեջ, որ կողմը գնաց քո սիրեցյալը, որ մենք էլ քեզ հետ որոնենք նրան,